Իրականում ամեն անգամ երկրպագության մեջ, երբ որ մենք խոնարհվում ենք կամ այդ իրական հանդիպում ունենում ենք Տիրոջ հետ, հասկանում ենք, որ ինչ մեծ է նա։ Ու իր համար ամեն բանը արժի անել։ Ամեն համաձայնենք, իր համար ամեն բանը արժի անել։ Անկապ ժամանակ մեր աղոթների մեջ, այդ լավ խորը աղոթների մեջ գալիս ես մի կետի ես հասնում, որ ասում ես, Տեր իրականում մեր ապրելը թող լինի Քրիստոս, որովհետև ամեն բանն այն է։ Ամեն բանն այն է։ Առանց քեզ չարժի ես երկրի վրա մեկ վայրկյան էլ ապրել։ Այնքան էս երկիրը հագեցած է անաստվածայինով, պատերազմով, ցավով ու տառապանքով, որ առանց իրա չարժի ապրել։ Այդ պատճառով կարևոր է, որպես այն կյանքը, որը Տերը տվել է մեզ, ապրենք հանուն իրա ու իրա փառքի համար։ Շատ անգամ, երբ որ խոսում ենք հանգստի մասին, լավ ընթացք ունենալու մասին, միշտ մի բան եմ ասում, որ ես կարծում եմ Աստված այս երկրային հնարավորությունը մեր ամեն մեկին տվել է ստեղծագործելու համար, արարելու համար, արժեք ստեղծելու համար։ Հավիտենության մեջ հանգստանալու ենք։ Պատկերացրա մի վիճակ, որ անընդհատ լավ վիճակի մեջ ես, վայելում ես, միաժամանակ չես հոգնում։ Վայելում ես, տալիս ես, միաժամանակ հանգիստ ես։ Միաժամանակ ամեն ինչ նորմալ է քո շուրջ բոլորի մեջ։ Ու հավիտենությունը, որ անսպառ է, անժամանակ է, տեղ կհանգստանանք, հիմա արժեքներ են ստեղծելու։ Տերը օրհնի բոլորին։ Իհարկե այսօր ծաղկազարդ է, բայց չեմ խոսելու Մատթեոս 22-րդ գլխից։ Բայց մի միտք, որը կուզենամ փոխանցեմ ձեզ, ուղղակի սրա վրա մտածեք, որ երբ որ ես մտածում եմ այսօրվա մասին, այդ միտքը ունեցա, որ երբ որ Հիսուսը մտավ տաճար, մենք տեսնում ենք տաճարի մեջ սկսեց հեռացնել անաստվածայինը։ Սկսեց հայտարարել, որ իմ տունը աղոթքի տուն է։ Եվ հաջորդ բանը, որ տեղի ունեցավ, հրաշքներն ու բժշկություններն էր։ Բայց գիտեք, մի շատ կարևոր ուղիղ կապ կա։ Հիսուսի տաճար մտնելը եւ գործելը ուղիղ կապ ուներ այն ընդունելությունից, որով որ իրան ընդունեցին Երուսաղեմի մեջ։ Ինքը շատ անգամ էր եղել Երուսաղեմի մեջ, բայց երբեք այդ գործը չէր արել։ Հակառակը Երուսաղեմը մի կրոնական քաղաք էր, որը ճնշում էր իրան, ինչ որ ձևով սահմանափակում էր։ Բայց այն ընդունելությունը, որը գտավ Հիսուսը Երուսաղեմ մտնելուց, իրան արդյունություն տվեց մաքրելու տաճարը, տաճարի մեջ հրաշքներ անելու ու տաճարը հայտարարելու որպես աղոթքի տուն։ Գիտեք, շատ անգամ մեր կյանքերի մեջ իրականում մեզանից է կախված մեր կյանքի նորոգությունն ու փոփոխությունը։ Շատ անգամ մենք մտածում ենք, ինչու համար ես մեկի կյանքի մեջ հաջողվեց, ինչու համար ես բանը ես չունեմ, ինչու համար աղոթում եմ, բայց Տերը կարծես թե իր շնորհքը դեռ չի արձակում իմ կյանքի մեջ։ Մի կարևոր հայտնություն, որ ուզում եմ այսօրվա օրվա խորհրդից վերցնես, այդ ամենը կապ ունի քո ընդունելությունից։ Ինչպես ես ընդունում Հիսուսին քո կյանքի մեջ։ Գիտեք, մենք բոլորս ասում ենք, դու ես Տերը, դու ես Աստվածը, դու ես Փրկիչը, բայց մի բան, որ ես գնալով ավելի ու ավելի համոզվում եմ հետևյալն է, այո, խոսքեր մենք կարող ենք ասել, բայց որքան է իմ կյանքը համապատասխանում այն խոսքերին, որոնք ես ասում եմ, որ Հիսուս, դու ես իմ Տերը, դու ես իմ Փրկիչը, դու ես իմ առաջնորդը, որովհետև եթե նա Տեր է, մենք ծառաներ ենք, եթե նա առաջնորդ է, մենք հետևորդ ենք, եթե նա Փրկիչ է, մենք կարիք ունենք մեր ձեռքը մեկնելու իրան ամեն իրավիճակի մեջ փրկություն գտնելու համար։ Ու երբ որ մեր խոսքից մենք գնում ենք դեպի իրական կյանքը, որպես Աստծո ծառաներ իր առաջ կանգնելով, շատ բան փոխվում է։ Մենք իրավունք ենք տալիս, որպեսզի ինքը ավելի գործի մեր կյանքի մեջ։ Մենք արդյունություն ենք տալիս, որ ինքը մտնի մեր կյանքի տաճարը։ Գիտեք, շատ անգամ մենք աղոթում ենք, Տեր թող կյանքս փոխվի, Տեր ես աղթություն եմ ուզում, Տեր ես ուզում եմ նորոգություն, մտքի նորոգություն, այս ամեն ինչը շատ կարևոր է, բայց ուզում եմ այսօր դու մի հատ հայտնություն վերցնես, իհարկե շատ հայտնություններ կան, բայց այս մեկը հատկապես օրվա խորհրդի հետ կապված վերցնես, քեզանից է կախված, ինչ իրավունք կտաս նրան,
գործելու քո կյանքի մեջ։ Մի բան, որը շատ անգամ մենք աղոթների մեջ ամեն առավոտ մենք աղոթ կունենք Երևանում, ամեն առավոտ ժամը 10-ին, երեքշաբթի օրը ժամը 7-ից 8-ը, այդ աղոթների մեջ, երբ որ մենք գնում ենք, երբ որ ավելի մոտենում ենք Տիրոջը, միշտ մի բան եմ տեսնում, որ կա մեծ ծրագիր ունի Աստված մեր համար, որ կա զորավոր ու հզոր գործեր ունի Տերը մեր համար, բայց գիտեք, այս ամեն ինչի համար պատրաստվել է պետք, այս ամեն ինչի համար իր առաջ համապատասխան դիրք ունենալ է պետք։ Շատ անգամ մենք մտածում ենք, շատ Աստծո ծառաներ, ովքեր վերադրել են արթնություն, իրանք միշտ ասում են, արթնությունը սկսվում է մեզանից։ Երբ որ մենք արթուն ենք, երբ որ մենք հանձնված ենք, արթնություն կգա։ Ու գիտեք մի բան, որը նորից իմ աղոթս է դարձել արդեն 1 տարուց ավել, միշտ երբ որ ասում եմ, Տեր, թող քո կամքը գա, հիմա ավելի հաճախ հետևից աղոթում եմ։ Ոչ թե այնպես, ինչպես ես եմ հասկանում, ոչ թե այնպես, ինչպես մենք գիտենք, որովհետև մենք միշտ մտածում ենք, եթե իրական կգա, իմ համար ամեն ինչ լավ է լինելու, Տերը ինձ օրհնելու է, ես հաղթական եմ լինելու, արթնություն է լինելու, կաղոթեմ հրաշքներ ու բժշկություններ կլինեն, այո, այդ ամենը լինելու է, ու մեր պատկերացրած կամքը, որը մենք հասկանում ու աղոթում ենք, շատ անգամ բախում է ունենում իրականում Աստծո թագավորության մեջ գտնելու կատարյալ կամքի հետ։ Ու երբ որ ես աղոթքիս մեջ հիշում եմ երկար ժամանակ առաջ էր ես ամենը տեսա, ես անմիջապես աղոթում եմ, Տեր, ոչ թե այնպես, ինչպես ես եմ հասկանում, այլ թող կա այնպես, ինչպես իրականում դու ուզում ես, որպեսզի երբ որ դու իմ աղոթքիս պատասխանը ուղարկես, ինքը իմ մեջ չհանդիպի հակառակության, ինքը իմ մեջ չհանդիպի պատի ու նորից հետ վերադառնա, որովհետև թեև խնդրել էի, բայց չեմ ուզում ընդունել, քանի որ իմ անձնագանը, իմ հասկացողությունը, իմ կրոնավորությունը, իմ փորձառությունը, իմ ունեցած դիրքը, իմ հպարտությունը, այդ ամենը ուղղակի կարգել են, որպես այդ թագավորությունը իր ազորությունով կա։ Որովհետև գիտեք, ամենակարևոր բաներից մեկը, որ իր թագավորության մեջ կա, պատասխանատվությունն ու կարգապահությունն է, որ իրականում շատ կարևոր է։ Աստծո թագավորության մեջ ամեն բան ժամացույցի պես է աշխատում։ Գիտեք, մենք սրան պատրաստ չենք։ Մենք վեր ենք ելնում առավոտ մեր քներից, մտածում ենք եկեղեցի կան, թե ինչ որ գործեր է առաջանում, թե մտածում ենք կհասցնենք, ոչինչ վերջի պահին կհասցնենք, ոչինչ վերջի պահին կգա։ Գալիս ենք 1 րոպե ուշացած։ Օրինակ եմ ասում, 1 րոպե ուշացած։ Հետո ասում ենք, Տեր, թող կա քո թագավորությունը, զորությունը։ Բայց գիտես, իմ ուշանալովս, ես խոսում եմ հետևյալի մասին, ես պատրաստ չեմ այդ կարգ ու կանոնին։ Գիտեք, այս ժամային առումին մի հատ շատ փոքր չնչին օրինակ է, բայց ես այդ իմ դիրքովս ուղղակի ասում եմ, ես պատրաստ չեմ դրան։ Ես ուզում եմ ինքը կա, բայց ես ուզում եմ այս ձևով ապրել։ Ես ուզում եմ քո թագավորությունը իր զորությունով կա, բայց ես ուզում եմ իմ անձնագանը չկորցնեմ, իմ անձնագանը ունենամ, պահեմ չէ այս դիրքը, այս վիճակը, իմ սովորություններս, իմ սկզբունքներս։ Բայց երբ որ կա նրա թագավորությունը, ու ամեն բան սկսե կարգի դնել, գիտեք, առաջինը մենք ենք սկսում փոխվել։ Առաջինը մենք ենք սկսում փոխվել։ Ու շատ անգամ մենք տեսնում ենք, երբ որ գալիս է թագավորությունը, շատ անգամ հենց մեր կողմից դիմադրություն կա։ Սիրելի եկեղեցի, ուզում եմ քեզ հետևյալը ասեմ։ Ուսեցի թագավորությունը այնպես, ինչպես իրականում կա, ոչ թե մեր հասկացածի պես։ Ուզում եմ միասին նայենք Հոբի գրքի 8-րդ գլուխ, 5-ից 7-րդ համարները, որը շատ ճանաչված համարներ է, բայց սրտումս կար, որպես այս խոսքով սկսեմ։ Եթե դու կանուխ դեպի Աստծուն դառնաս եւ ամենակարողին աղաչես, եթե դու մաքուր եւ ուղիղ լինես, նա այն ժամանակ անպատճառ կզարթնի քո համար եւ կապահովի քո արտադրության բնակարանը։ Մենք տեսնում ենք Աստծո խոսքը հետևյալն ասում, եթե դու կանուխ դեպի Տերը դառնաս եւ ամենակարողին փնտրես, ու իր առաջ ուղիղ լինես, նա կզարթնի քո համար։ Երբ է Տերը շարժվում մեր կյանքի մեջ, երբ որ մենք կանուխ փնտրում ենք իրան։ Գիտեք, կանուխ փնտրելը մենակ ամեն առավոտ աղոթելը չէ։
Կանուխ փնտրելը հետևյալն է, որն է քո առաջնայնությունը հոգևոր կյանքի մեջ, ու ընդհանրապես քո կյանքի մեջ որն է քո առաջնայնությունը, արդյոք Աստված ինքն է ամենը ամեն բանի մեջ ու մնացած ամեն բան հետևում է իրան, թե մենք ունենք պատճառ, թե մենք ունենք սովորություններ, մենք ունենք խնդիրներ, որոնք ավելի կարևոր են, եթե մեր կյանքի առաջնայնությունը Աստված է, ու մեր հայացքը, մեր աղոթքը ուղղված է դեպի իրան, այդ ժամանակը մաքրվի մեր սրտերը, մենք պատրաստ կլինենք ընդունելու Աստվածայինը, ու այդ ժամանակ է, որ նա կզարթնի մեր համար։ Գիտեք, մի բան եմ ուզում ասել, սրտի մաքրություն տեղի չի ունենա առանց այն պայմանի ապահովագրելուն, այն պայմանի կատարմանը, որը Տերը ուզում է մեր կյանքերի մեջ, առանց իր առաջ կանգնելու, առանց իր աշտարությունը ընդունելու, երբեք ու երբեք մեր սրտերի մեջ մաքրություն տեղի չի ունենա։ Բայց Աստծո խոսքը ասում է, Աստված կզարթնի ու կապավեցնի քո աշտարության բնակարանը այն ժամանակ, երբ որ քո առաջնայնությունը Աստված է ու դու ամենակարողին ես խնդրում ու մաքուր է քո սիրտը, մաքուր է քո դիրքը նրա առաջ։ Գիտեք, շատ անգամ ես հիշում եմ տարիներ առաջ ու բերում եմ այս օրինակը հաճախակի, Աստծուց ես շատ բան եմ ուզել, բայց ես հասկացա մի օր հետևյալը, երբ որ նոր էի ապաշխարել, թե ուզում ես Տեր մաշկարյանալու պարգև դուր, Տեր զորավոր գործեր, Տեր հրաշքներ ու բժշկություններ, բայց մի օր հասկացա հետևյալը, մտածում էի, ախր Տեր դու գիտես անկեղծորեն աղոթում եմ, ինչու համար չես տալիս։ Մի օր տեսա հետևյալը, ուզում եմ ոչ թե նրա համար, այլ իմ համար։ Ուզում եմ ոչ թե որ լինի, որովհետեւ ինքը փառավորվի, դե իհարկե չեմ ասում, թե ինքն է թող փառավորվի, բայց իմ համար։ Ու գիտեք, ես երբ որ հասկացա, այդ շատ տարիներ առաջ էր եկա Տիրոջ առաջ ասացի, Տեր, շնորհակալ եմ, որ չես տվել, որովհետև կկործանես ինձ։ Ու այդ ժամանակվանից ես հասկացա մի բան, Աստված պատրաստ է ավելին անել, երբ որ ես համապատասխան եմ իր կամքին։ Համապատասխան լինելը ինձանից չէ, բայց ես կապնում եմ մի կետի վրա, որտեղ ես հասկանում եմ, այո Տեր, ես ունեմ կարիք, դու լինես իմ առաջնայնությունս։ Անգամ եթե հրաշքներ ու բժշկություններ տեղի չունենան, դու լինես ամեն բանի մեջ։ Ու գիտեք, այս փոքր սկիզբը ինքը հավիտենական արժեք է։ Բոլոր ժամանակների մեջ Աստծո կամքը հետևյալն է մեր համար։ Ինքը լինի առաջնայնությունը։ Երեք աղոթքի մեջ է դաշտի մի աղոթք, որը բխում էր ու մենք աղոթում էինք, Տեր, բեր մեր կյանքի մեջ են հասկացողությունը, որ մեր ապրելը Քրիստոս լինի։ Գիտես, դու գուցե մտածում ես, լավ հովվական երկար տարիների փորձառություն ունես, նոր ես աղոթում։ Այո, կա բաներ մենք, որ կան մոդելում ենք նրան ենք ավելի տեսնում ենք։ Տեսնում ենք մեր համար, տեսնում ենք Տիրոջ եկեղեցու համար, Աստծո զավակների համար։ Այո Տեր, ես ուզում եմ հասնեմ այն կետին, քո եկեղեցուն հասցրել այն կետին, որ մեր համար ապրելը Քրիստոս լինի։ Ու գիտեք, այդ ճանապարհը հեշտ ճանապարհ չէ։ Այդ ճանապարհը ինքը դժվար ճանապարհ է, որովհետև ունեմ կարիք նվաճելու ինքս ինձ։ Ունեմ կարիք եկեղեցու մեջ բախումների խնդիրները լուծելու։ Ունեմ կարիք կրոնի ոգուտ եմ խնդիրներ լուծելու։ Որովհետև մենք շատ անգամ հակված ենք, ապրեմ այնպես, ինչպես ուզում եմ։ Ապրեմ այնպես, ինչպես հասկանում եմ։ Գիտեք, երկնքի թագավորությունը մեր հասկացողության սահմանների մեջ ամփոփված չէ։ Երկնքի թագավորությունը մեր հասկացողությունից այն կողմ է։ Երկնքի թագավորությունը իրական այն զորությունը, որը մենք ուզում ենք, ինքը երբեք չի կա մեր հասկացողության սահմանների մեջ, ու այդ պատճառով մի աղաղոթք, որը ներսիցս ուղղակի աղաղակի պես գալիս է, Տեր անցկացրու ինձ գերբնագանի սահմանը, Տեր անցկացրու ինձ գերբնագանի սահմանը, որը իմ մտքի մեջ է, որ իմ աստվածապաշտության մեջ է, անցկացրու իմ գերբնագանի սահմանը, ու երբ որ մենք հասնում ենք այդ սահմանը, մենք սկսում ենք ավելին տեսնել։ Ու գիտեք, կա ժամանակ, երբ որ այդ աղոթքի մեջ ես, անգամ ես սկսում եմ մտածել, մի աղոթք, որ ես վերջերս արեցի ու մտածեցի, ինչ է լինելու, եթե այդ ամենը տեղի ունեցավ։ Մենք բոլորս գիտենք, մեր ուղեղի շատ փոքր հատվածն է օգտագործվում։ Աստծի Տեր, խնդրում եմ, ես չգիտեմ ուղեղի, որ հատվածն է օգտագործում, ինչ է լինում, բայց ինձ 10 անգամ ավելին դուր քան տվել ես։
Բայց գիտեք, որ կան ծանր է դրա պատասխանատվությունը։ Գիտեք, որ կան դժվար է ավելին տեսնել ու ուզենալ ավելին, բայց մարմինդ պատրաստ չէ դրան։ Ուղղակի դու ֆիզիկապես պատրաստ չես դրան։ Որովհետև կա ժամանակ, գիտեք ինչու համար Աստված չի տալիս, որովհետև Աստված ուզում է, որպես մենք պատրաստ լինենք։ Դրա համար է սկզբունքներն է ասում, ու մենք տեսնում ենք շարունակությունը, ու այդ ժամանակ թե քո սկիզբը պստիկ է լինի, քո վերջը շատ կմեծանա։ Ուզում եմ ամբողջ ուժով հավատակ ես խոսում։ Գիտեք, ուղղակի Աստծո խոսքը ասում է, կապ չունի քո սկիզբը, կապ ունի դու ինչ ես փնտրում, որն է քո առաջնայնությունը, կապ չունի քո սկիզբը, կարևորը քո վերջն է, կապ չունի դու որ տնից ես, որ քաղաքից ես, որ երկրից ես, կարևոր է վերջն է, որը դու Քրիստոսի մեջ ունես, կապ չունի քո տեսակը, քո ով լինելը, կարևոր է այն սկզբունքներն է, որով դու ապրում ես ու Տերը կողքնիք ես։ Թեև քո սկիզբը փոքր է լինի, վերջը շատ խիստ պիտի զորանա։ Աստծո ժողովուրդը երբեք չի կարող տեսնել նույն արդյունքները, եթե չվերադառնա նույն սկզբունքներին։ Սա Աստծո ծառաներից մեկն է ասում, Ռուբեն Թորի։ Մենք երբեք չենք կարող տեսնել այն արդյունքը, որը Պենտեկոստեից հետո տեղի ունեցավ, եթե մենք չվերադառնանք այդ սկզբունքներին։ Գիտեք, մենք տեսնում ենք առաքյալներ, տեսնում ենք աշակերտներ, որոնք ամեն բան թողել էին ավետարանի համար, որ իրանց համար կար մեկ առաջնայնություն ուղղակի քարոզել ավետարանը։ Շատ անգամ այսօր մենք մտածում ենք, ունենք պատճառներ, իմ տունը, ընտանիքս, այս հարցը, աշխատանքը, իմ կարիքներս, գիտեք, այդ ամենը պետք է ամփոփված լինի Քրիստոսի մեջ։ Այդ ամենը պետք է խոնարհված լինի Քրիստոսի մեջ։ Այսօր առավոտ ես կարդում եմ այն հատվածը Ղուկասի 5-րդ գլխի մեջ, թե 6-րդ գլխի մեջ ասում է, երբ որ Հիսուսը մտավ նավը ու Պետրոսին սավ նավը խոր գտար, հետո այդ շատ ձկները բռնելու հրաշքը տեղի ունեցավ, կանչեցին ուրիշ նավակների էլ, որպես իրանց օգնի։ Գիտեք, մի հատ հետաքրքիր բան կար։ Պետրոսը տեսավ իր մեղավոր լինելը, ասաց Տեր, ես մեղավոր մարդ եմ, ինչ գործ ունես իմ հետ։ Բայց Հիսուսը ասաց արի ու քեզ մարդկանց որսորդ կդարձնեմ։ Ուղղակի գրված է, իրանք դուրս եկան ու ամեն բան թողեցին ու գնացին Հիսուսի հետևից։ Մտածում եմ, այդ ձկներն ինչ եղավ։ Չգիտեմ, գուցե կային աշխատողներ, որոնց ասավ տարեք շուկա վաճառեք, փողը կտանիք, այս բարձկը կփակեք, այս ինչ մեկս, ես չգիտեմ, ուղղակի գրված է հետևյալը, ու իրանք ափ դուրս գալով ամեն բան թողեցին։ Ամեն բան թողեցին։ Գուցե ինքը ասել էր կնոջը, որ գործից աշխատանքից վերադառնալուց կմտնի մեզ փռից լավաշ կվերցնեմ հետս։ Այս բանը կբերեմ տունը, կգամ սեղանի ոտքը կսարքեմ։ Հնարավոր է, որպես մարդ տրամաբանեք, բայց խոսքը ասում է, իրանք ափ դուրս գալով ամեն բան թողեցին, իրանք մնում են գալյալ, ամեն բան թողեցին ու գնացին Հիսուսի հետևից։ Գիտեք, շատ անգամ, երբ որ մենք խոսում ենք ամեն բան թողնելու մասին, շատ անգամ մեր համար պարզ չէ դա ինչ է նշանակում, բայց այո, Աստված ուզում է, որպես իրականում մենք ամեն բան թողնենք ու ապրենք այս սկզբունքներով, որի համար Տերը մեզ կանչել է։ Ու այդ ժամանակ է, որ մեր ապրած կյանքի միջոցով Քրիստոս իր հետքը, իր ձեռագիրը կթողնի այս երկրի վրա։ Գիտեք, մենք Քրիստոսի ձեռքերի մեջ եթե վերցնենք, որպես ձեռագիր թողնել գրիչ ենք։ Մենք իր ձեռքերի մեջ անոթներ ենք, իր լեցունությունը տանելու համար, բայց այդ ամենը տեղի կունենա այն ժամանակ, երբ որ մենք պատրաստ լինենք կանգնելու ամեն բան թողնելու։ Գիտես, գուցե ձեզանից մեկը ասի, թե իմ կոչումս էս չէ, թե իմ կարիքներս էս է Աստված տեսնում է։ Գիտեք, մի կարևոր բան ասեմ։ Ես նույնպես ապրում եմ այս երկրի վրա, ունեմ շատ կարիքներ ու դժվարություններ ու շատ շատերով էլ անցել եմ ու փառք Աստծո, որ իրականում անցել եմ։ Բայց գիտեք, մի կարևոր բան ասեմ։ Աստված ոչ թե նայում է քո կարիքին, քո կարիքը բավարարելու համար, այլ Աստված նայում է մեր սրտին, որն է մեր որոշումը այդ կարիքի վիճակի մեջ, որն է քո որոշումը քո ունեցած դժվարության մեջ։ Ու Պետրոսը, որը նույնպես ուներ խնդիրներ ու դժվարություններ, ուղղակի ինքը ամեն ինչ թողեց։ Մեկ ուրիշ համար, որ ուզում եմ միասին նայենք Երեմիա մարգարեության 29-րդ գլուխ 11-14 համարները։ Ուղղակի Աստված իր ծառայի միջոցով հետևյալն է ասում, որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորում եմ ձեր մասին, ասում է Տերը, բարօրության խորհուրդներ,
եւ ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա եւ հույս տա։ Գիտեք, երբ որ այս երկու համարը մենք դնում ենք այն պատմածս պատմության կողքին կամ Հոբի 8-րդ գլխի 5-7-րդ համարների կողքին, մենք տեսնում ենք հետևյալը, Աստծո ծրագիրն ու նպատակը մեր օրհնությունն է։ Խոսքը շատ հստակ ասում է, իմ խորհուրդներս ձեր համար օրհնությունն է, իմ խորհուրդներս ձեր համար բարձրությունն է, իմ խորհուրդներս ձեր համար հաղթանակն է, իմ խորհուրդներս ձեր համար աղթությունն է, զորությունն է, իմ խորհուրդներս ձեր համար։ Աստված ինքը շատ հստակ ներկայացնում է այս ամենը, բայց գիտես այդ ամենին հասնելու համար, այո, որովհետեւ Պետրոսի կյանքի մեջ Աստծո խորհուրդները տեղի ունենային, ինքը ամեն բան թողնելու էր ու գնալու էր Հիսուսի հետևից։ Հենց տեղ է խնդիրը, որ մենք շատ անգամ չենք ուզում թողնել հինը, բայց ուզում ենք ունենալ նորը։ Մենք չենք ուզում թողնել մարդկայինը, բայց ուզում ենք ունենալ հոգևորը։ Մենք ուզում ենք Աստծո թագավորության սկզբունքները ուղղակի ամփոփվի մեր հասկացողության պես, որովհետեւ մենք մի օր կառնենք ու ասենք, տեսեք, ես ճիշտ էի մտածում։ Գիտեք, ես ուզում եմ սխալ մտածել, բայց ունենալ ճշմարտության ներգործություն իմ կյանքի մեջ։ Որովհետև ամեն մարդկային մտածողության մեջ միշտ կա շնչավորը։ Մեր մտքի մեջ միշտ կա մարդկայինը։ Դրա համար գալիս է մի բան, որ մենք հասկանում ենք, որովհետեւ Աստծո խորհուրդները մեր կյանքի մեջ իրականություն դառնա, մենք աստվածային պայմաններով ենք մոտենալու իրեն։ Ոչ թե այնպես, ինչպես ուզում եմ, այլ այնպես, ինչպես Տերն է ուզում։ Այնպես, ինչպես Տերն է ուզում։ Որովհետև նրա ցանկության մեջ Նրա ցանկության ու փափագի մեջ կա կարևոր մի բան, երբ որ ինքը կվերցնի քեզ օգտագործելու օրհնելու համար, դու կունենաս հաղթանակներ ու օրհնություններ։ Երբ որ ինքը իր ձեռքը կերկարացնի քո կյանքի մեջ, դու կունենաս բժշկություններ։ Երբ որ ինքը իր ձեռքով կվերցնի քեզ իր ձեռքերի մեջ, քո կյանքը ուղղակի ամբողջովին կփոխվի։ Ու դու կդադարես լինելու այն խեղճ ու կրակ քրիստոնյան, որի մեջ շատ անգամ մենք ենք։ Գիտեք, մի հատ պայքար ու պատերազմ, որը կա իմ մեջ հետևյալն է։ Անգամ ես մեր ծառայողականի ժամանակ խոսում եմ այդ մասին։ Գիտեք, ես հասկանում եմ, այո, կա ժամանակ լաց լինելու, մենք լացելու ենք։ Բայց երբ է ուրախության ժամանակը։ Երբ է ուրախության ժամանակը։ Մենք տեսնում ենք շատ անգամ քրիստոնյաների, որոնք իրանք անընդհատ լացում են։ Կներեք, սա նորմալ վիճակ չէ։ Դե իր անցյալը, դե գիտես ինքը ինչ դժվարություններով է անցել, այո, ես գիտեմ, այնքան սարսող, այնքան սարսուռ են դժվարությունները, այնքան մեծ ցավ կա դժվարությունների մեջ, տառապանք ու կորուստ կա դժվարությունների մեջ, այո, այդ ամենը պարզ է։ Բայց ինչու համար ենք մենք գալիս ամենակարող Աստծո առաջ։ Կա տառապանք, կա դժվարություն, կա ցավ ու սուգ, որի տակ մենք տկնում ենք, մենք արտասվում ենք, մենք կապնում ենք Աստծո ներկայության առաջ, բայց այդ ամեն ինչից հետո ամեն բան փոխվելու է։ Ոչ թե մնալու է նախկինը, այլ ամեն բան փոխվելու է։ Համաձայն եք թե չէ։ Իսկ ինչու համար ենք անընդհատ լացում։ Որովհետև ուզում ենք անընդհատ մեզ մեղքան, անընդհատ մեզ ուշադրություն դարձնել, անընդհատ մեզ խղճան, որ ինչքան դժվար է իր համար, ինչքան ծանր է, գիտես իր կորուստը, իր ցավը, այ եթե դու ունենայր այդ ամուսինը, եթե դու անցնեիր այդ ընտանիքի ճանապարհով, եթե դու ունենայր այդ ցավը, գիտես որքան դժվար է։ Գիտեք, դժվարությունները շատ են, բայց ես ուզում եմ ճանաչել են Աստծուն, ով դժվարությունների վրա իր հոգու շունչը փչել գիտի։ Ու գիտեք, այդ ժամանակ ամեն ինչ կփոխվի։ Այդ ժամանակ դու ոչ թե կշարունակես լաց լինել, այլ այդ ժամանակ դու կկանգնես ուրախությամբ ու կասես. Իմ Աստված ամենակարող Աստված է։ Իմ Աստված ամենակարող Աստված է։ Որովհետև նրա ամենակարողությունը ոչ թե նախադասություն է, որ գրված է թղթի վրա ու մենք կարդում ու ասում ենք ինչ հրաշալի է, այլ նրա ամենակարողությունը իրական է, որը գործելու է հենց քո կյանքի մեջ, հենց քո կյանքի մեջ։ Ու սա է հավատքը։ Աստծո խորհուրդները մեր համար օրհնությունն ու հաղթանակն է։ Բայց շարունակության մեջ ասում է 12-րդ համարի մեջ. «Եվ դուք կկանչեք ինձ եւ կգաք ու կաղոթեք ինձ, եւ ես կլսեմ ձեզ»։ Իմ խորհուրդները ձեր համար լավ է, ուղղակի կանչեք ինձ, արեք ու աղոթեք ինձ։ Ես ձեր համար հաղթանակներ ունեմ, ուղղակի կանչեք ինձ, արեք եւ աղոթեք ինձ։ Գիտեք, հետաքրքիր է մի պատմություն, որը շատ տարիներ առաջ եմ լսել։
Մեկը պատմեց, ասաց հարևան ընտանիքի մեջ խնդիր ուներ, երեխու հետ կապված, հիվանդություն կար։ Եկավ ասաց, իմացել եմ դու աղոթում ես, մարդիկ բժշկվում են, ասացի հա։ Ասաց քեզ ինչքան գումար տամ, որ աղոթես երեխես բժշկվի։ Ասացի դե մենք գումարով չենք աղոթում, մենք աղոթում ենք Աստված բժշկում է։ Ասաց եթե գումարով չէ, ինձ պետք չէ։ Որովհետև եթե գումարով չէ, ուրեմն չի բժշկվի։ Գիտեք, այո, հավատքը դպես է, ինքը սխալ է, ինքը անաստվածային է, բայց միևնույն ժամանակ ինքը գիտեր ինչ է կին վճարել։ Ինքը գիտեր այն ինչի համար կինես վճարում լինելու է, ինչի համար չես վճարում չի լինելու։ Շատ անգամ մենք կարծում ենք Տիրոջ խոսքը, ասում ենք, Տեր, չէ որ քո կամքը իմ համար բարին ու օրհնությունն է, այո, բայց Տեր ասում է, եւ դու կգաս իմ մոտ, եւ դու կկանչես ինձ, ու ես կլսեմ քեզ։ Ու երբ որ դու կկանչես այդ բարի խորհուրդը, այդ հաղթանակը, այդ օրհնությունը, ուղղակի կգա քո կյանքի մեջ։ Ու շատ անգամ մեր խնդիրը իրան կանչելն է։ Գուցե ասես ափսեները լվալուց կանչում են։ Մի բան, որ ես վերջերս ես նորից սկսել եմ մտածել, Հիսուսը Մատթեոս 7-րդ գլխի մեջ ասում է, երբ որ դու կմտնես քո ներսի սենյակը ու կաղոթես, Աստված քո ծածուկը տեսնելով հայտնապես հատուցում կանի։ Ծածուկը տեսնելով հայտնապես հատուցում կանի։ Գիտեք, այդ աղոթքը, այն աղոթքը չէ, որ դու ուղղակի կարիք ունես, խնդրում ես ընթացքում մի բան։ Ծածուկ աղոթքը ինքը հարատև նվիրումով աղոթք է։ Ծածուկ աղոթքը քո ներսի սենյակի աղոթքն է, որի մեջ դու հարատև ձևով կանգնած ես իր երեսը փնտրելու համար, ու Աստծո խոսքը ասում է, ու Տերը ծածուկը տեսնելով հայտնապես կհատուցի։ Մենք շատ անգամ ուզում ենք հայտնապես հատուցում առանց ծածուկ աղոթքի։ Ու շատ անգամ տեղի չի ունենում։ Ինչու համար, որովհետև խոսքը շատ հստակ է, կկանչեք ինձ, կգաք իմ մոտ, եւ ես կլսեմ ձեր աղոթքը։ Գիտեք, կանչել ու գնալ ուրիշ բան է։ Լավ, գուցե ասես, ինչպես եմ գնալու Աստծո մոտ։ Աղոթքի միջոցով։ Աղոթքի միջոցով գնալու ես Աստծո մոտ։ Այսինքն մենք տեսնում ենք մի բան, ոչ թե աղոթք, այլ Աստված ուզում է իրան մոտենալ, որը տեղի է ունենում հենց աղոթքի միջոցով։ Դու կարող ես ուղղակի աղոթես, անգամ ժամերով աղոթես, բայց չմոտենաս իրան։ Գիտեք, մի բան, որը կարևոր է, եւ որ դու աղոթում ես, երկնքի դռները բացվում են, ու դու համարձակությամբ ներս ես մտնելու այդ դռներից ներս, ինչու համար, որովհետեւ քո աղոթքն ու աղաղակը լսելի է Տիրոջ առաջ։ Եթե դու քո ծածուկ սենյակում աղոթում ես ու շարունակում ես մինչև վերջ մնալ այդ սենյակի մեջ, դու չես մոտենում իրեն։ Ես չեմ խոսում ֆիզիկապես մնալու մասին, ես խոսում եմ այն իրական հոգևոր հաղորդակցության մասին, որի մեջ դուք մեկ եք դառնում, որի մեջ դուք մեկ եք դառնում, որի մեջ Աստված այնքան իրական է, որ ամեն բան սկսում է վերանալ քո աչքին, այս իրական բաները մենք ինքներս իրար երբ որ տեսնում ենք, ամեն բան սկսում է ավելի ցածրանալ, ու Աստված ինքը դառնում է մեկը, ով ավելի իրական է, ում կարելի է հպվել, ում առաջ կարելի է կանգնել, այո, ում կարելի է երկրպագել, իր կահի առաջ խոնարհվել, ուղղակի հպվել իրան եւ ասել, ահա ես Տեր, Տեր դու իմ համար իրական ես, ահա ես քո առաջ եմ շարժվիր իմ մեջ, ես չեմ ուզում իմանալ, որ դու ամենակարող ես, ես ուզում եմ քո կարողության զորությունը վերապրեմ, ես չեմ ուզում իմանալ, որ դու փրկիչ ես, ես ուզում եմ, որպես այս քաղաքն ու այս երկիրը փրկվի, բայց այդ ամենը տեղի է ունենում, երբ որ մենք մեր ծածուկ սենյակից շարժվում ենք դեպի վերը, դեպի նրա ներկայությունը, դեպի իրական հաղորդակցություն ու հարաբերություն։ Ոչ թե այն ինչ մենք ենք ուզում, այլ այն ինչ նա է ուզում։ Այս սա է փոխող մեր կյանքն ու եկեղեցին։ Ինչու համար խոսքը ասում է դատաստանը Աստծո տնից է սկսվելու։ Որովհետև երբ որ ես դատվում ու փոխվում եմ, իրավիճակ է փոխվում իմ շրջապատի մեջ, արթնությունը գալիս է այն ժամանակ, երբ որ ես փոխվում եմ, մարդիկ գալիս են այն ժամանակ, երբ որ ես փոխվում եմ, երբ որ ես գիտեմ ապրելու երկնքի թագավորության կանոններով։ Գիտեք, մեկ մտածում եմ, մենք թե երկրի վրա ծառայում ենք Աստծուն, որքանով մենք կապ ունենք երկնքի հետ, որքանով մենք կապ ունենք այն իրական կյանքի հետ, որը երկնքում է, եկեղեցին Աստծո տունն է, եկեղեցին մենք բոլորս միասին համատեղ հոգևոր տաճար ենք, մենք անհատապես հոգևոր տաճարներ ենք, այսինքն Աստծո բնակության վայր, բայց որքանով եկեղեցին
կապ ունի երկնքի իրականության հետ։ Սա կախված է մեզանից։ Ինչ կորոշես քո կյանքի մեջ էնել կունենաս։ Ես որոշել եմ ավելի ու քաջալերում եմ ավելին որոշել։ Ոչ թե այն ինչ հասկանում եմ, այլ այն ինչ իրականում ունի Աստված։ Ես չեմ ուզում ապրել այն աստվածապաշտությունը, որը փորձառաբար տարիներ շարունակ ապրել է։ Ես ուզում եմ ապրել այն աստվածապաշտությունը, որը անմիջապես երկնքից սնվելով ներգործվում ու դրվում է այն կյանքի մեջ։ Մինչև հիմա երկնքից է եղել այո, բայց երկնքում ավելին կա, քան ես ունեմ։ Երկնքում ավելին կա, քան դու ունես։ Ու դրա համար շատ կարևոր է մեր պատկերացման, մեր հասկացողության փոփոխությունը նրան մոտենալով փնտրել այն, ինչը իրականում կա երկնքում։ Ու շատ անգամ մենք ասում ենք Տեր թող կա քո թագավորությունը ու լինի քո կամքը։ 13-րդ համար ասում է դու կփնտրեք ինձ ու կգտնեք, երբ իսկ ձեր ամբողջ սրտով կորոնեք, եւ ես կգտնվեմ ձեր համար, ասում է Տերը։ Ինչ է նշանակում փնտրել ու գտնել։ Մենք բոլորս գիտենք ինչ է նշանակում, բայց խոսքը ասում է ամբողջ սրտով փնտրելու մասին։ Կան բաներ, որ մենք բոլորս անում ենք, բայց ամբողջ սրտով չենք անում։ Օրինակի համար սիրելի քույրեր, եթե ձեզ հարցնեմ, դուք ամեն օր ամբողջ սրտով եք պատրաստում ձեր տան կերակուրը, կներեք, բայց ասեն 95%-ով չէ։ Պատրաստում ենք, բայց ամբողջ սրտով չէ։ Ուղղակի ձեր կենցաղն է, անելու եք, պատրաստելու եք։ Ինչու համար եմ այս օրինակը բերում, որպես մենք գիտակցենք ինչ է նշանակում ամբողջ սրտով փնտրել։ Շատ երիտասարդներ ուզում են ամուսնանալ, աղոթում են, դե Տեր մեկը լինի հարմար չէ, այս մեկը դուրս չեկա, չէ, այս մեկը բոյով է, այս մեկը կարճ է, այս մեկը սիրուն է, այս մեկը իմ ճաշակով չէ, բայց այդ ամբողջ սրտի փնտրտունքը, որը իրան հասցնելու է մի կետի, որի մեջ ինքը ասելու է, Տեր թող քո կամքը լինի։ Չկա, ուզում է ամուսնանալ։ Բնական է, ով չի ուզում ամուսնանալ։ Գալիս է մի տարիք, որ դրանից հետո բոլորը ուզում են։ Բայց այդ փնտրելը չկա։ Ուզում եմ մենք կարողանանք տեսնել ինչ է փնտրելը։ Գիտեք, փնտրել նշանակում է սկսել աղոթել առանց մտածելու երբ ես վերջացնելու։ Բայց երբ որ դու սկսում ես աղոթել մտածելով, որ 10 րոպեից պայմանավորված ես գնալու ես, կերակուրի տակը հանգարց 15 րոպե հետո նայեն, որպեսզի կերակուրը չվարվի, կամ այս խնդիրը տեղի չունենա, երեխեն 10 րոպեից գալու է, մի քիչ աղոթել մինչև գա։ Գիտեք, փնտրել նշանակում է։ Եղել է ժամանակ մի քանի անգամ ես Տիրոջ առաջ եմ եկել, ասել եմ Տեր գիշեր ցերեկ իմ համար կապ չունի։ Ես փնտրելու եմ քեզ այնքան մինչև իրապես ունենամ։ Մինչև իմ հոգին քո հոգու է, իրական աստվածության լեցունության է, հանդիպում չունենա, որի մեջ ես կունենամ պատկամ, ես չեմ դադարելու աղոթելուց։ Գիտեք, սա շատ պատասխանատու պահ է։ Ու մտածել եմ, եթե ամբողջ գիշեր Տերը ուզենա աղոթեմ, ինչ է բանելու։ Տեր ողորմիր ինձ, Տեր օգնիր ինձ։ Գիտեք, բայց այնքան խորն է եղել այդ փափագը, այնքան խորն է եղել փնտրելու փափագը, որ Տեր ես ուզում եմ քեզ, Տեր ես ուզում եմ քեզ։ Մենք մի քանի եղբայրներով մի քանի անգամ առանձնացել ենք ճամբարում աղոթելու։ Ու գիտեք, մենք սկսում ենք ուղղակի աղոթել։ Իհարկե, ընդմիջման ժամեր ունենք, մի ժամ աղոթում ենք, մի ժամ ընդմիջում, բայց ով է եղել, մենք մինչև 8 ժամ աղոթել ենք։ Ուղղակի աղոթում ենք, խնդրում ենք իր երեսը։ Բայց վերջի երեկոյան աղոթքը, որի մեջ մենք աղոթեցինք, այնքան իրական էր նրա ներկայությունը, որ այդ 1 ժամից էլ անցանք 2 ժամ աղոթեցինք միանգամից։ Իր ներկայության չրերը լցվել էր, ինքը բարձրանում էր, այնքան իրական էր, որ ես ծնկի էի եկել ու ամբողջովին խոնարհվում էի, որպես այդ ջրերը ծածկեն ինձ, որովհետև շատ բարձր չեն իրանք։ Ես ասում էի, Տեր, ես ամբողջովին ուզում եմ այդ ջրերը ծածկեն ինձ։ Ու գիտեք, մի բան հասկացա։ Այն հոգևոր վերապրումը, որ ես ունեցա կամ մյուս եղբայրները ունեցան, մենք չենք ունենա ուղղակի սովորական դասական դարձած աղոթքներով, մենք ունեցանք իր երեսը շարունակաբար փնտրելու միջոցով, որը բերեց մեկ ուրիշ հայտնություն մեր կյանքի մեջ, մեկ ուրիշ նպատակ, տեսիլք ու փորձառություն մեր կյանքի մեջ։ Այն ինչ դու կարող ես ունենալ ավելի նրան մոտենալով, ուղղակի աղոթքով չես կարող ունենալ։ Այն ինչ կարող ես ունենալ իրան փնտրելու, խորապես փնտրելու որոշումով, ուղղակի քո առօրյա ամեն օրվա աղոթներով չես կարող ունենալ։ Դրա համար շատ կարևոր է փնտրելը, շատ կարևոր է իր առաջ կանգնելը իր ուզածի պես։
Գիտեք, մի բան, որը շատ անգամ մեզ խանգարում է, փնտրելու և գտնելու խոստումը, սա Աստծո ծառաներից մեկն է ասում, փնտրելու և գտնելու խոստումը պայմանավորված է մեր հոգևոր ծառայով, որպեսզի խոստումը իրականանա մեր կյանքերի մեջ կարևոր է մեր հոգևոր ծառայը, որպեսզի խոստումը մենք կարողանանք ժառանգել, շատ կարևոր է մեր ծառայը, որովհետև փնտրելու և գտնելու խոստումը ինքը պայմանավորված է մեր ծառայով։ Դու կարող ես մեխանիկորեն մի ժամ աղոթել, 2 ժամ աղոթել, 3 ժամ աղոթել, եթե հատկապես օրինակ ուրիշ մշակույթների մեջ գիտեն մեդիտացիա անեն, աղոթքի մեջ քնեն, աղոթքի մեջ արթնանան, չգիտեմ նույն դիրքի վրա, գուցե մեկը կա նորից ստացվում է, բայց եթե չկա ծառայը, եթե չկա այն խորը ծառայը, Հիսուս ես քեզ եմ ուզում։ Հիսուս ես քեզ եմ ուզում։ Գիտես եղել է ժամանակ ասել եմ, Տեր կամ դուր կամ կմեռնեմ։ Հիմա ավելի հասունացել եմ, ասելու եմ կյանքից ավելի հետ եմ ուզում, կյանքից ավելի քեզ եմ ուզում, կյանքից ավելի քեզ եմ ուզում։ Այն ժամանակ կամ հասուն չէի, բառերն էի օգտագործում, Տեր կյանքից ավելի քեզ եմ ուզում, որովհետև կա մի հատ ծառավ, որը բերում է մի հատ հասկացողություն, առանց իրա մենք ոչ մի բան չենք կարող ունենալ։ Իսկ լինել քրիստոնյա ու չօգտվել այն մեծ հնարավորությունից, որի համար Տերը մեզ կանչել է, ամենասխալ ընտրությունն է, որ մենք անում ենք։ Լինել քրիստոնյա ու լինել դասական շարքային վիճակի մեջ ամենասխալ ընտրությունն է, որ մենք անենք։ Գիտեք, Պողոս առաքյալը Կորինթացիների թղթի մեջ ասում է, ես ճնշում ու նվաճում եմ, որովհետեւ ինքս քարոզելուց խոտերի չգտնվեմ։ Ոչ թե հողը ծեծող լինեն, այլ հասնող լինեն։ Գիտեք, շատ անգամ մենք հողը ծեծող ենք։ Մենք շատ անգամ աղոթում ենք, բայց մենք հողն ենք ծեծում։ Գիտեք, ինչ է նշանակում հողը ծեծել։ Հողը ի նկատի ունի երևի այդ քամին, չէ՞։ Օդի մեջ այն քամին գալիս է, դու վիճում ես կամ ուղղակի կանգնած ուզում ես ծեծել հողին, ծեծել օդին, ծեծել քամուն։ Հարվածը չտեսնելով նպատակ, աննպատակ։ Այո, աննպատակ հարված։ Գիտեք, ինչ է տալու այդ ամենը մեզ։ Չէ՞ որ Աստված մեզ կանչել է ամենամեծ հնարավորությունը զորության մեջ ապրելու համար։ Կաթրին Կուրմանը մի հատ հզոր խոսք է ասում է Աստված բոլորին հավասարաչափ տվել է մի զորավոր հնարավորություն ունենալ աղոթքի միջոցով նրա զորությունը։ Բոլորին ու հավասարաչափ։ Չկա մեկը, որ ես կոչումը ունի, այն մյուսը չունի, ես մեկը կանչված էր ես բանի համար, ես մեկը 10 տարվա քրիստոնյա էր, մեկը 20 տարվա, մեկը հովիվ էր, մեկը ուղղակի պարզ քրիստոնյա էր, Աստված բոլորին տվել է այդ զորությունը։ Աստված բոլորին տվել է այդ արտոնությունը։ Տվել է արտոնություն աղոթելու, ուրեմն նաև տվել է արտոնություն այդ զորությանը։ Ու մենք ուղղակի ունենք կարիք օգտվելու այդ զորությունից։ Ու ինչն է շատ անգամ մեզ խանգարում, մի օրինակ կար, որը երբ որ ես վերջերս ես նորից նայեցի հետ աշկիր էր, ասում է մի ուսանող դասի ժամանակ, դասախոսի դաս տալու ժամանակ քնում է ու զարթնում է վերջում, թեև լավ ուսանող է լինում, բայց քնում է ու զարթնում է վերջում, տեսնում է գրատախտակի վրա 2 խնդիր արագ արտագրում է այդ խնդիրները ու ասում է լավ տունը ես կլուծեմ, այդ խնդիրները արտագրելուց հետո քնում է դու, սկսում է մտածել, սկսում է լուծում գտնել։ Գնում է գրադարաններ, տարբեր գրքեր է սկսում բրբտել, տարբեր միջոցներ է օգտագործում, մինչև որ այդ 2 խնդիրը լուծում է։ Հաջորդ դասի ժամանակ գնում է դասի, դասախոսը սովորության համաձայն վեր է կենում, դասը տալիս է հեշտական ու արդեն գալիս է վերջավորությունը զանգը տալու ժամանակ, ուսանողը նկատում է, որ չի հարցնում այդ խնդիրների մասին։ Դասախոսին ասում է կներեք, բայց դուք այն հանձնարարություն տված խնդիրների մասին չհարցրեցիք։ Ինքը ասում է այդ խնդիրները ուղղակի օրինակ էին, որպես անլուծելի խնդիրների։ Երբեք ոչ մի գիտնական կամ մաթեմատիկոս կամ ֆիզիկոս այդ խնդիրները չի լուծել։ Ասում է ինչպես ես լուծել եմ։ Ծիծաղում է, ասում է գժվել ես։ Ինչն ես լուծել։ Չասում է ես լուծել եմ։ Բերում է խնդիրները լուծած։ Կանչում են տարբեր պրոֆեսորների, գիտնականների, մասնագետների, տեսնում են այս անլուծելի խնդիրները, 2 խնդիր, լուծում է գտե։ Գիտեք ինչ ասում օրինակը, ինքը ուղղակի չէ լսել ամենը մեկ նախադասություն, որ այս խնդիրները հնարավոր չէ լուծել։
Ինքը քնած էր եղում, ամենը չէր լսել մեկ նախադասությունը։ Գիտեք, մենք երբ որ աշտուն ենք, մենք շատ բաներ ենք լսում, բայց խնդրում եմ մի հավատա սդությանը։ Մի հավատա սդությանը։ Շատ անգամ մենք լսում ենք, քո մոտ չի հաջողվի։ Շատ անգամ դու լսում ես, այս բանը չեղավ, իմ համար այս գործը չարեցին, դե իմ կյանքս էլ էսպես դասավորվավ։ Այդ ամեն սդությունները կողքի շպրտի։ Այդ ամեն սդությունները կողքի շպրտի։ Կապնի մի հատ աստվածային դիրքի մեջ ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ամեն բան կարող եմ նրանով, որովհետև նա ամենակարողն է։ Ու չլսել սուտը նշանակում է հավատալ Աստծո կենտանի խոսքին։ Որովհետև գիտեք, շատ անգամ մենք հավատում ենք ավելի շատ սդին։ Ես մեր իրականության մեջ տեսնում եմ հավատացյալները ավելի շատ հավատում են իրաց ենթադրությանը, ավելի շատ վստահում են իրաց կարծիքներին, ավելի շատ նայում են մարդկանց հայացքներին, ավելի շատ ինչ տպավորություն ստացան, ով ինչ հավանական է որ խոսի։ Գիտես, այդ ամենը քեզ ոչ միտեղ չի տանի։ Ու սա կարծրատիպ է մեր մեջ, որ մենք չենք հասնում լավագույնին, որովհետև մտածում ենք, եթե այս հողովը չհասավ, ես էլ չեմ հասնելու։ Ինչ գործ ունես իմ հետ, վազի առաջ։ Վազի առաջ։ Գիտեք, մի բան, որ իմ կյանքի մեջ ինձ շատ է օգնել։ Հենց այն ժամանակ նոր ապաշխարությունից հետո մի քանի տարի հետո, երբ որ փապակում էի Տիրոջը ծառայելու, աղոթում էի մի հատ մեծ փորձության մեջ կանգնա։ Ու գիտեք, այդ փորձությունը որն էր։ Փորձությունը հետևյալն էր։ Նա իր այս Աստծո ծառային, ինքն էլ էր ծառայում, բայց հիմա ինչ է անում, իր համար աշխատում ապրում է։ Հա, այս մեկն էլ գիտես ինչ լավ քարոզիչ է, բայց հիմա ինչ է անում։ Գործ չունես քո համար հավատքի կյանք ապրի։ Իմ կյանքի ամենածանր փորձությունն էր։ Ամիսներ շարունակ ես տառապում էի, բայց չէի իջում, ասում էի, դե հնարավոր չէ, ես տեսնում էի այդ մարդկանց։ Ես տեսնում էի մարդկանց, ովքեր նվիրված ծառայել են, հետո դատարել են։ Ես տեսնում էի մարդկանց, ովքեր անկում էին ապրել։ Ու ամենածանր փորձությունն էր, բայց աղոթում էի, Տեր, միթե հնարավոր չէ, ինչու համար այդ մարդիկ փորձառաբար այդ կյանքն են ունեցել։ Սուրբ Հոգին խոսեց իմ հետս։ Ինքը հասավ ինձ օգնության։ Ու մի հատ սկզբունք դրեց իմ մեջ։ Ոչ թե նայիր մարդկանց, այլ նայիր ինձ։ Անկամ եթե 1999 տեղ չեն ասել, դու իրանց վրա մտածելու փոխարեն մտածեն մեկի մասին, որը Տերը ասել։ Ու այդ մեկը Փառք Աստծո կար Պողոս Առաքյալը։ Ու այդ մեկը Փառք Աստծո կար Պետրոս Առաքյալն էր։ Ոչ թե մեկը իրականության մեջ հարյուրներն ու հազարները կան։ Իսկ ինչու համար նայենք բացասական օրինակներին։ Դե գիտես, տարիներով այս մարդիկ աղոթել են աշտություն չեն ունեցել, իրանց խնդիրն է, մենք ունենալու ենք, անկախ ամեն ինչից, ես չեմ ուզում նայել ով ինչ չի ունեցել, ուզում եմ նայել ինչ ունի Աստված մեր համար, ու սա այն հավատքի ճիշտ աստվածային դիրքը, որի մեջ մենք կանգնելու ենք։ Ընդամենը այդ ուսանողը մի նախադասություն չէր լսել, այս խնդիրները անլուծելի են, ու ինքը կարողացավ լուծել։ Թույլ մի տուր, որպես սատանայի սուտը ուղղակի խաբիկ ես։ Եսայի մարգարոության 56-րդ գլուխը մեզ հետևյալն է ասում։ 6-7-րդ խոսքը։ Իսկ այն օտարականների ոշտիները, որոնք արել են Տիրոջը նրան ծառայելու, Տիրոջ անունը սիրելու եւ նրա ծառաները լինելու համար, բոլոր նրանց, ասում է Տերը, որ կպահեն իմ շաբաթը եւ չեմ բրծի ու կարճած կմնան իմ ուխտին։ Աստված նկարագրում է մարդկանց մի խումբ, ովքեր օտարական էին, բայց միացել են իրեն։ Կարճել են իր աղոթից, պահել են շաբաթը, նվիրվել են ծառայության համար։ Գիտեք, շատ նման է մեզ։ Շատ նման է մեզ։ Բայց կան կարևոր սկզբունքներ, որոնք Աստված շեշտադրում է, ովքեր սիրել են նրա անունը ու ծառայում են իրան։ Ովքեր սիրել են նրա անունը ու ծառայում են իրան։ Գիտեք, ամենամեծ պատիվը, որ երբևէ յուրաքանչյուր քրիստոնյա կարող է երկրի վրա ունենալ, այն արտոնությունն է, որ մենք կկանգնենք իր առաջ իրան ծառայելու համար։ Ամենամեծ պատիվը։ Ու գնալով ես ավելի սրա մեջ համոզվում եմ։ Ավելի համոզվում եմ։ Հաջորդ բանը սիրում է նրան, հաջորդ բանը պահում է շաբաթը, հաջորդ բանը կարճած է մնում իմ ուխտից։ Գիտեք ինչ է կարճած մնալը։ Մենք ունենք կարիք գիտակցելու ինչ է կարճած մնալը։ Կարճած մնալը հետևյալն է,
Տեր ես կպահեմ, Տեր ես կկանգնեմ, Տեր ես է պետք կանեմ, փոխվել է պետք կփոխվեմ, նորոգվել է պետք կնորոգվեմ, այո Տեր ես համապատասխան կդառնամ։ Գիտեք ինչ է հպարտություն։ Հպարտությունը այն չէ, որ մեկը քիթը վերվեր ման է գալիս ու ասում է, գիտեք ես ով եմ, գիտեք ես ով եմ, գիտեք ես ով եմ, գիտեք ես ինչեր եմ արել, գիտեք Տերը ինչ իշկան է սիրում, այդ չէ հպարտությունը։ Հպարտությունը ուղղակի չուզենալ փոխվել, այդ է հպարտությունը։ Ուղղակի դիմադրել փոփոխությանը, այդ է հպարտությունը։ Ուղղակի չուզենալ ավելի խոնարհվել, այդ է հպարտությունը։ Հպարտությունը ինքը տեսանելի չէ մենակ, հպարտությունը այդ է, որ մենք պայքարում ենք ինչ-որ մի բանի դեմ, որը ճշմարտություն է, ուղղակի իմ ուզածից պես չէ, որը աստվածային է, ուղղակի իմ ուզածից պես չէ, այ հենց այս է հպարտությունը։ Ուխտից կարճած չմնալը ոչ թե այն է, որ մենք հրաժարվում ենք Իրանից, այլ ուխտից կարճած չմնալը այն է, որ ես ամեն օր չեմ ապրում իր ուխտի մեջ, ես ամեն օր հարատև այդ դիրքի մեջ չեմ, ամեն օր հարատևորեն չեմ կանգնում իր առաջ, իր երեսը փնտրելու համար, ամեն օր ես չեմ թռնում իր ուխտը ու ասում Տեր, շնորհակալ եմ պատվի համար, որ դու տվել ես, բայց ես ավելին եմ ուզում։ Գիտեք, ավելին ուզենալու մեջ, աղոթքի ու ցանկության մեջ, փափագի մեջ մի կարևոր բան կա։ Ոչ թե ավելին ուզիր, որպեսզի ավելի երևաս, ավելին ուզիր, որպեսզի առաջի հերթին խոնարհվես, ավելին երևալու համար։ Որովհետև առանց խոնարհվելու լինել երևացող մեկը շատ վտանգավոր է։ Աստված այնքան ողորմած է, որ չի տալիս։ Դրա համար առաջինը մենք ուզելու ենք հանդիպել իրապես նրան, որպեսզի իր պատկերի պես կերպարանափոխվենք։ Իր պատկերի պես կերպարանափոխվենք։ Մենք ուզում ենք ունենալ ավելին ավելի առանց կերպարանափոխվելու, որը երբեք տեղի չի ունենա։ Ու Աստծո խոսքը ասում է, այս տեսակի մարդկանց համար իր զորավոր խոստում հետևյալն է, նրանց իմ սուրբ լեռը կբերեմ եւ կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ։ Ինչու համար աղոթքի տան մեջ։ Քանիստ է կուրախանում աղոթելուց։ Տերը խոստանում է կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ։ Ոչ թե հարսնքի տան մեջ, ոչ թե քեֆ ուրախության տան մեջ, այլ իմ աղոթքի տան մեջ, այսինքն իրանց կդարձնեմ մեկը, ովքեր կուրախանան աղոթելուց, ովքեր կուրախանան ծառայելուց, ովքեր կուրախանան այն ժամանակ, երբ որ ծնկի են եկած իմ առաջ ու կասեն, ինչ մեծ ես Տեր, ինչ զորավոր ես Տեր, ոչ թե մեծ ես հրաշքների համար, այլ մեծ ես, որովհետև ես ճանաչում եմ քեզ, մեծ ես, որովհետև ես տեսնում եմ այդ մեծությունը ու շարունակությունը ասում է, նրանց ողջակեզներն ու զոհերը ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, որովհետև իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար։ Ուխտի կարճած մնալը ոչ թե միատեսական թեորեմա է, այլ գործնական կյանք է, որը մենք ունենալու ենք։ Գործնական նվիրում է, որը ամեն օր ավելանալու է մեր կյանքի մեջ։ Ամեն օր ավելանալու է։ Գիտեք, շատ անգամ ինչ է հարատևել, շատ անգամ մենք կարիք ունենք որպես պարզ քրիստոնյաներ, տեսնել ինչ է հարատևել։ Հարատևել նշանակում է մի բանը շարունակաբար անել։ Մի պատմություն պատմեմ, որը հետաքրքիր է, մի անձնավորություն, ով ապրում է մի հատ գյուղաքաղաքի մեջ ու իր կինը հիվանդանում է։ Իր կինը հիվանդանում է, հիվանդանոցը մոտակա 55 կիլոմետր հեռու է լինում։ Ինքը շրջանցելու է իրաց քաղաքի հենց անմիջապես կողքին միան լեռ, որպեսզի հասնի հիվանդանոց։ Լեռով շատ ավելի կարճ է ճանապարհը, բայց ինքը ստիպված շրջանցում է։ Մինչև իր կնոջը տանում հասցնում է հիվանդանոց, կինը մահանում է։ Ու բժիշկը ասում է, եթե ընդամենը 1 րոպե, 5 րոպե շուտ բերեք, ինքը չէր մահանա։ Ինքը այդ ցավը իր սրտում ուղարկավորությունից հետո որոշում է քանդել այդ լեռը։ Ամեն։ Ինքը ոչ մեկին չի ունենում, ով կօգնի իրան, բայց ինքը վերցնում է քնուքն ու պահը։ Ամեն օր 22 տարի շարունակ, ամեն օր 22 տարի շարունակ սկսում է լեռը քանդել ամենամատչելի տեղից ու ուղիղ այդ մեծ քաղաք տանող ճանապարհ բացել։ Ու 55 կիլոմետրանոց ճանապարհը ինքը կրճատում է դարձնելով 15 կիլոմետր։ 9 մետր լայնության ճանապարհ է կառուցում մենակ 22 տարվա ընթացքում։ Հարատևելը սա է։ Ձեր կարծիքով ինքը չի հոգնել։ Ձեր կարծիքով մարդիկ իրան չեն ասել, խենթես,
Թող պետությունը զարգանակ սարքի։ Ձեր կարծիքով մարդիկ իրան չեն ծաղրել։ Ձեր կարծիքով իր բանն ու քրպահը եւ քրունգը չի մաշել, չի ոչնչացել, չի կոդրվել։ Ամեն ինչ եղել է։ Ամեն ինչ եղել է։ Բայց մեկը ով ուներ որոշում։ Մեկով հարատևեց իր որոշման մեջ։ Գիտեք, մեր կյանքի խնդիրը շատ անգամ որն է։ Մենք գիտենք որն է ճիշտը, բայց մենք չենք ուզում հարատևել դրա մեջ։ Մենք գիտենք աղոթքի միջոցով մենք ավելին կունենանք, բայց դժվար է մեր համար հարատևել աղոթքի մեջ։ Մենք գիտենք ծառայության միջոցով մենք կհասնենք այս զորավոր կետին, բայց դժվար է շարունակաբար մնալ այդ դիրքի մեջ, ու հատկապես երբ որ ամեն անգամ ինքներս մեզ նվաճելու ենք, ամեն անգամ ավելի խոնարհվելու ենք, ամեն անգամ ավելի բացվելու ենք իր առաջ։ Ու գիտեք մի բան, որը գնալով մեր աղոթների մեջ, արտության աղոթները, որ մենք անում ենք, այդ աղոթների մեջ մի կարևոր բան տեսա։ Մենք ունենք կարիք պատրաստվելու, մենք ունենք կարիք փոխվելու, մենք ունենք կարիք նորոգվելու, մենք ունենք կարիք այդ թագավորության սկզբունքներով ապրելու, ոչ թե ապրելու մեր ուզած կյանք ու թող աշտություն կա, ոչ թե ապրելու այն աստվածապաշտությունը, որը մենք գիտենք ու թող աշտություն կա, այլ ունենալու այն աստվածապաշտությունը, որ Աստծո ուզածի պես է։ Գիտեք մի կարևոր բան, որ ես երկրորդ նորից աղոթքի մեջ աղոթել եմ։ Ինչու համար եմ ասում աղոթքի մեջ աղոթել եմ, որպես հայտնություն եմ ներկայացնում, որովհետև ավելի շատ նախընտրում եմ հոգով աղոթել։ Աղոթել եմ, ինչի Սուրբ Հոգին առաջնորդում է, ոչ թե այն ինչը մտքին սե։ Ու այդ աշկիր այդ աղոթքի մեջ մի հատ աղոթ կար, մի հատ պայքար կար։ Տեր քո եկեղեցուց աստվածապաշտության կերպարանքը հեռացրու։ Քո եկեղեցուց ձևը հեռացրու։ Քրիստոնյա խաղալը հեռացրու։ Լավ տպավորություն թողնելը հեռացրու։ Քո եկեղեցում թող լինի այն, ինչը աստվածային է։ Թող լինի այն, ինչը զորությունով է։ Թող լինի այն, ինչը օծված է։ Ոչ թե այն, ինչը ես ներկայացնում եմ, ոչ թե այն, ինչը ուղղակի կերպարանք է, տեսեք, ես մեկը կամ ես ով եմ, այլ այն, ինչը իրական կյանքն է, այն, ինչը իրական կյանքն է, որովհետև հաղորդակցվել կյանքի հոգու հետ ու մնալ կրոնի ու ձևի մեջ հնարավոր չէ։ Կյանքի ու զորության հոգին միշտ պայքար ունի կրոնի ու ձևի հետ, ու կրոնն ու ձևը կամ մեր միջից փոխվելու է, կամ մենք ինքներս ենք փոխվելու։ Ինչու համար եմ ասում, կամ ես փոխվելու եմ, կամ ես զիջելու եմ։ Չի կարող կյանքի հետ զուգահեռ գնալ։ Ես նախընտրում եմ փոխվելը։ Նախընտրում եմ փոխվելը։ Ինչ ես նախընտրում դու։ Մենք պետք է նախընտրենք փոխվելը, նախընտրենք խոնարհվելը։ Սա է Աստծո կամքը, սա է աստվածայինը, ու շարունակենք առաջ շարժվել, որպես Աստծո փառքը ավելի կա։ Գիտեք, շատ անգամ Աստված չի բացատրում ամեն մի քայլ, բայց ինքը խոստանում է իր ներկայությունը։ Մի բախում, որը մեր կյանքի մեջ տեղի ունենում, մենք ուզում ենք ամեն ինչ հասկանալ։ Գիտեք, այո, մենք տրամաբանող մարդիկ ենք, կամ Աստված դրել է այդ բանականությունը մեր մեջ, որպես մենք փորձենք, վերլուծենք, քննենք, բայց աստվածային բաների մեջ ենքան բանկա, որ մենք ամեն ինչ չենք հասկանում։ Օրինակի համար, ինչու պիտի շատ աղոթեմ, որ Աստծուն նոր մոտենամ։ Թող մի անգամից լիներ։ Իհարկե ես որոշակի մտածել եմ, որն է դրա պատճառը, որովհետև մի անգամից իմ մեղքի բնույթը պատրաստ չէ իր այդ հանդիման։ Ես աղոթքի միջոցով դի պատրաստվիմ, դի նվաճեմ, տարբեր մեկնաբանություններ կա, բայց ես չգիտեմ ինչու։ Բայց Հիսուսը ասում է, ծածուկ սենագի աղոթքը բացահայտ ձևով հայտնապես կհատուցվի։ Սա է ճանապարհը։ Բայց մենք միշտ ունենք հարցեր, թե իրավ, թե եկեղեցում, թե հովին, թե Աստծուն, ինչու համար, ես չգիտեմ ինչու համար, բայց կա մեկ ճանապարհ ու այդ ճանապարհը ուղղակի իրան մոտենալն է աղոթքի միջոցով։ Մի օրինակ էլ պատմեմ ու կաղոթենք։ Մի փոքր գյուղաքաղաքում, որտեղ մի տարեց քրիստոնյա արդեն հոգնել էր կրոնական ու ձևական կյանքից, ինքը սկսում է աղոթել արթնության համար։ Երկար ժամանակ տարիներ շարունակ սկսում է աղոթել արթնության համար։ Գնում է եկեղեցի, էլի իրանց փոքր գյուղի եկեղեցին, հովիվը քարոզում է, ամեն ինչ նույնն է, մարդիկ գալիս են, բայց ինքը տարիներով աղոթում է արթնության համար։ Հետո մոտենում է հովին, ասում է մի բան եմ ուզում խնդրեմ։
արի կոչ անենք, որպեսզի նորեր կան ապաշխարության։ Դե ասում եք յուղի մեջ բոլորը մեզ ճանաչում են, ինչ կոչ անենք, ուզում են թող գա։ Հետո ասում է որոշակի ժամանակ ելի է մոտենում, ասում է խնդրում եմ, էլ արի կոչ անենք մարդիկ կան ապաշխարության։ Այս հողը սկսում է մտածել, աղոտել, ինքն էլ է զգում իր ներսում, որ կարելի է յուղում, չգիտեմ, մի հատ բան կազմակերպել մարդկանց հրավիրել։ Կազմակերպում է, սկսում են հրավիրել մարդկանց։ Մարդիկ գալիս են, սկսում են ապաշխարել։ Ու այդ փոքր յուղում արդյունություն է սկսվում։ Ամեն կիրակի մարդիկ գալիս են, նույն յուղի մարդիկ, ովքեր տարիներով ճանաչել են իրանք, գալիս են ապաշխարում են, եկեղեցին կենտրոնանում է, արդյունություն կա, շարժ կա, շատ զորավոր ձևով առաջ է գնում։ Ասում եմ 1-2 տարի եկեղեցու մեջ կյանքը, ձևը գնացել է, կերպարանքը գնացել է, ամեն ինչ կարծես նոր կյանք է ստացել, հանկարծ սկսում է նորից մարել այդ ամենը։ Հովիվը հավաքում է ծառայողներին ու այս ծեր պապիկն է բնական է իրանց մեջ է, ասում է ինչ տեղի ունեցավ։ Ինչու համար զգում եք այս վերջի մի ամսվա մեջ շարժ չկա, որն է պատճառը։ Ասում է այս պապիկը սկսում է հեկեկալ ու ասել, կներեք ինձ, ես 2 ամիս է դադարեցրել եմ իմ աղոթքները։ Աստծուն պետք են մարդիկ, ովքեր կհարատևեն աղոթքի մեջ։ Գուցե հարցնես, մյուսները չեն աղոթում, բնական է աղոթում էին, բայց Աստված հանձնարարական ուներ մի հատ ծեր քրիստոնյայի, ով ամեն օր հարատևորեն աղոթելու էր արթնության համար։ Ինքը երբեք բեմի վրա չի եղել, բայց իր աղոթքը լսելի է Աստծո առաջ, որովհետև Աստծո հանձնարարությունը իր համար էր, այո, մյուսները լրացնում էին, միանում էին, բայց Աստված իր հետ էր խոսացել։ Գիտեք, աղոթքի մեջ հարատևելը զորություն ունի։ Ու մենք ամեն մեկս կանչված ենք այս իրական զորության մեջ ապրելու համար։ Ուզում եմ այս պատկանը ամեն մեկը վերցնեք ձեր համար, հատկապես այդ հատվածները, որը խոսեց ձեր սրտի հետ, բայց ընդհանուր ուզում եմ մի կոչ անել։ Կերպարանքից դուրս գալով մտնենք իրական կյանքի մեջ, որտեղ քրիստոնեական կյանքը կեռա, որտեղ կրակ ու զորություն կա, որտեղ հրաշք կա, որտեղ Տիրոջ հոգին շարժվում է, որտեղ այո աղոթքի ժամանակ լեցունությունը ավելանում է։ Ու եթե իրապես դու ուզում ես այս ամենը, խնդրում եմ, որպեսզի ոտքի կանգնես եւ միասին փնտրենք Տիրոջ երեսը, ասելով Հիսուս, դու ես իմ կարիքը։ Հիսուս, դու ես իմ կարիքը։ Հիսուս, դու ես իմ կարիքը։ Ամեն։ Սիրելի Հիսուս, դու ես մեր մեծագույն կարիքը։ Դու ես մեր մեծագույն կարիքը։ Եվ ուզում եմ, որպես այսօր ամեն մեկ իր առաջ կանգնենք մեկ ուրիշ կողմից։ Մեր աղոթքը իր առաջ բերենք մեկ ուրիշ ձևով։ Ոչ թե խնդրենք թագավորությունը մեր հասկացածի պես, այլ թագավորությունը նրա կամքի պես։ Ոչ թե ուզենան կրակ ու զորություն մեր հասկացածի պես, այլ կրակ ու զորություն, որ առաջի հերթին կփոխի մեր կյանքերը։ Երբ որ սերմը մեռնում է հողի մեջ, առաջի հերթին ճեղքվում է իր կեղևը։ Որպեսզի մենք լինենք էլ ավելի պտղատու արդյունավետ, առաջինը ճեղքվելու է մեր կեղևը։ Այո, ինքներս մեզանից դուրս են գալու թողնելով հինը, ինքներս մեզանից դուրս են գալու թողնելով սխալը։ Սրտումս մի բան եկա, որ ուզում եմ ասեմ քեզ, խնդրում եմ մտիր աղոթքի մեջ, գնա աղոթքի մեջ, բայց միաժամանակ լսիր։ Եթե շարունակաբար արել ես մի բան, բայց կյանքիդ մեջ փոփոխություն չկա, խնդրում եմ, որպեսզի մտածես, գուցե սխալ ես արել, գուցե սխալ ես արել։ Եթե շարունակաբար աղոթել ես մի ձևով, կամ քո սովորած ձևով, ու կյանքիդ մեջ այդ արդյունքը չկա, ուզում եմ մի բան մտածես, գուցե սխալ ես աղոթել։ Իսկ որն է ճիշտը։ Տեր, ես ուզում եմ այդ ճշմարտությունը։ Ես ուզում եմ այդ ճշմարտությունը։ Ես չգիտեմ հենց քո համար որն է ճշմարտությունը, բայց ես գիտեմ մեկին ու անունը ճշմարտության հոգի է, եւ նա Սուրբ Հոգին է։
որը բնակված է իմ և քո մեջ, որը բնակված է իմ և քո մեջ, բայց մի բան, որի մեջ ուզում եմ ամեն մեկիդ քաջալերեմ, աղոթեք ոչ թե ձեր մտքից, աղոթեք հոգուց, աղոթեք լեզուներով ու փառաբանեք Տիրոջը այնքան, մինչև ձեր հոգու մեջ կգա հարմարությունը, թե ինչպիսին է լինելու քո աղոթքը, մինչև դու կտեսնես այն խորը կարիքը, որի վրա Տերը ուզում է որպեսզի աղոթես։